մասնավորապես հանրապետական Մասնավորապես մենք օրինակ իշխաններ ստեղ շատ դառը բաներ են խոստանում իբր թե մեր մասին պատկերացումներով ապագային նկարագրում Դաշնակցություն, բայց նաև մենք այո նախընտրում ենք ինչ-որ մեծ դաշինք նաև ձևավորել մեր գաղափարները, մոտեցումները նկատի ունենալով։ Դաշնակցությունն է եւ այս նոր ձևով մեր ձևով շարժումն է։ Ուժեղ Հայաստան կուսակցություն կլինի անունը թե ինչ այդքան էական չի։ Կարող են լինել կողքից նաև այո նրանք ովքեր որ ունեն իրենց ընտրազանգվածը, բայց դրանք չեն հաջողել ինչ-ինչ պատճառներով, հիմա կարող են ավելի թարմացնել եւ վերանայել իրենց մոտեցումները։ 3-4 հաստատ կարող են լինել։ Մենք հիմա բոլորի հետ ենք ակտիվ բանակցություն, բայց այս թեմայի շուրջ։ Այսինքն մենք ոչ թե միայն դաշինքի լայն ճակատի մասին է խոսքը գնում, այսինքն մասնակցելը թող մասնակցեն խոշոր միավորներով, բայց մեկ ճակատ պետք է լինի ընդդիմադիր, որը այս տրամաբանությունը պահպանի, այսինքն մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ Ում հետ խոսել ենք, այո, բոլորի հետ էլ խոսել ենք։ Բոլոր նրանք, տեսեք, մի հատ Աստվածաշնչի մի հատ լավ սկզբունք կա, ասում է, ով որ մեր դեմ չի, մեր հետ է։ Հիմա ով որ այս նպատակին դեմ չի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանխելու, որ վերարտադրվեն, մենք պիտի համարենք իրանք մեր զինակիցն են, մեր հետ են։ Եվ այդ ձևով ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել ենք իրանց վարկանիշները, չէ՞, բայց այդ հակազանգվածը ակտիվացնելու խնդիր գոյություն ունի, որը պետք է ճիշտ տեխնոլոգիայով այս անգամ ընդդիմությունը մի կողմ դնի իր ամբիցիաները անձնական, անհատական եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին։ Ասել եմ Իրանոս։ Շոշափեցիք Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված ուժեղ Հայաստանի անունը, դիտարկեցիք դաշինքի կազմում հնարավոր քաղաքական ուժ, բայց մեր ձևովի համակարգող Նարեկ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ իրենք չեն ուզում աֆիլացվել նախկին քաղաքական ուժերի հետ, այսինքն նախկին իշխանությունների հետ եւ գրեթե բացառեց գործակցությունը նախկին նախագահների։ Բայց մենք ինչ ենք ասում, մենք այնպիսի բաներ ենք ասում, որ այդ աֆիլացումներից բաներից վեր է։ Դե չեմ էլ ասում նույնանամ։ Ես իմ ասածը հանրային վստահություն ունեք։ Լավ, օքեյ, բայց ունենք, չէ ինչ որ վստահություն։ Ես չեմ ասում ունենք շատ մեծ վստահություն, որ կարող ենք 50%-ից ավել բերել։ Մենք այդպիսի ամբիցիա չենք դրսևորում։ Ով? Դե իրանք որ թողես 90% էլ կունենան, իրանք իրականում իսկապես կտրված են հանրային այս տրամադրությունները, իրանք լավ գիտեն, բայց քարոզչական մեթոդներ են կիրառում, որպեսզի դա չեզոքացնեն։ Այս բնական է, տես պիտի ասի, բայց ինչ պիտի ասեմ։ Ասես որ Հայաստան խմբակցությունը ոչ այս թվով էլ չի լինի խորհրդարանում, եթե անգամ Դե իրան իսկ Հայաստան կլինի։ Էս է հարցը։ Հայաստան խմբակցություն չլինի, Հայաստան էլ չի լինի, ուժեղ Հայաստան չլինի, Հայաստան էլ չլինի, որ ԿՊ եղավ ընդհանրապես մենք քեմալական պայմանագիր կկնքենք եւ կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմի ասոցացված մի տրիադա կկազմենք։ Տանդեմը կդառնա տրիադա։ Հայաստանն է ձեր կարգախոսը չի, Այո։ Դե այդ այնպես բանը որ բոլորն էլ իսկապես եթե Հայաստանը սիրում են Հայաստանի հետ կապված կունենան որևէ արձանագրում, իսկ Հայաստան ուժեղ պետք է լինի որ հաղթահարի այս բոլոր մարտահրավերները։ Դուք դաշինքով մասնակցել եք, ուժեղ Հայաստանը դաշինքի կազմում չի եղել, առանձին է մասնակցել։ Հայաստան դաշինքը լայնված կազմում անցել է խորհրդարան, ուժեղ Հայաստանը նույնպես։ Արդեն խորհրդարանում կոալիցիա կկազմեք։ Արդեն խորհրդարանում ամենագլխավոր պայմաններից մեկը այն է, ճակատ կառաջանա ընդդիմադիր, եթե հայտարարեն մասնակիցները, որ որևէ ձևով չեն համագործակցի այս իշխանությունների հետ ընտրական փուլում։ Եվ բնականաբար ես կարծում եմ սա տրամաբանությունն է հուշում, եթե ընդդիմությունը ունենա միասնաբար մեծամասնություն, ասում հենց Աստված պահանջի եւ ժողովուրդը, որ իրանք միանան, ուրիշ ճանապարհ չկա։ Այդով տեղ ուրիշ կասկած այստեղ չուն։ Ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում։ Շատ հավանական եմ համարում։ Դրանից են իրանք սարսափում եւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Էս է իրականությունը։